Free News-ի եթերում կրկին Երևան-Փարիզ ձևաչափով ոդքասթն է, Փարիզից ինձ հետ կաշխատի միջազգային ագետ Արման Ավագյանը։ Բարև Արման։ Ողջույն Գագիկ ջան, ինչպե՞ս ես։ Լավ Արման ջան, ինչ կասես, ինչից սկսենք։ Օրինակ ինձ շատ հետաքրքրեց Եվրամիության այն հայտարարությունը Կայա Կալասի, երևի դու դա ընթերցել ես։ Հա, մարդը ասում է, մենք Հայաստանի միայնակ չենք թողնի արտաքին միջամտությունների դեմ, դիմակայելու հարցում, առաջիկա ընտրություններին առկա սպառնալիքներին հակազդելու նպատակով հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկվի։ Հիշում ես, չէ՞, սրա մասին մի շաբաթ առաջ Մաշան էր խոսում։ Ուրեմն լավ բան է, եթե Մաշան խոսում է, մեր համանատատում։ Հա, էլի, հա, դրա համար այդքան Մաշան անհանգստացած էր կարելի ասել։ Եվ Մաշայի Միդվեջ սերիայից է դա, բայց ուղղակի պետք է ասել, որ դրանք արդեն հնացած մուլտիկներ են, հնացած պատմություններ են եւ այսօր աշխարհը մի տեսակ շատ ավելի զգոն է եւ ուրիշ ձևով է նայում իրականությանը։ Եվ գիտես ինչ, ակնհայտորեն սրա կարիքը, հա, այս հակահիբրիդային եվրոպական խմբի կարիքը Հայաստանում ակնհայտորեն զգացվում է, որտեվ այս անցնող շաբաթվա ընթացքում ավելի շուտ դեռ շաբաթվա կեսն է, այսպես կարելի ասել, ամեն դեպքում մենք ակնհայտորեն տեսանք այն քաղաքական ուժերին, որոնք արդեն բացահայտ ասում են, որ մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին, ամեն մեկը իր ձևով, ամեն մեկը իր ուժով, չէ՞, իր երկով, իր երկու պարով, եւ գիտես ինչն է հետաքրքիր, շատ տարօրինակ էր, օրինակ ՀԱԿ-ի այդ տեքստը, հա, այն 5 կետանոց տեքստը, ինձ թվում է, թե այդ տեքստը կազմելուց օգտվել են բանի ԿՊ-ի կամ կառավարության ինչ-որ տեքստերից, այսինքն բոլոր այն նպատակների մասին, ինչի մասին որ իրանք խոսում էին, այդ նույն նպատակների մասին խոսում է իշխող ուժը եւ ավելին, այդ նույն նպատակների մասին խոսում են այն մյուսներն էլ, այն ուժեղ Հայաստանը, հետո ով կար Հայաստան, Դաշինք, Հայք Նոյան տապոնը հələ դեռ չգիտեն, կենթանիներին բոլորին հավաքել են, թե ոնց, որտեղ են, երբ պետք է նավը այդ ինչ-որ այդ process-ի մեջ են, այդպես, դեռ նրանց երկու տարիներ դեռ չենք լսել, երևի թե, բայց դե իրականում դու ճիշտ ես, նախ թույլ անդրադառնամ Եվրոպայի, հա, այդ արած հայտարարություններին, իրականում դա շատ լավ լուր է մեր հանրապետության համար, որովհետև այս գործիքակազմը մի տեսակ արբիտրաժային դեր պետք է ունենա, որովհետև եթե օպոնենտները, իշխանության օպոնենտները այսօր կարող են ամեն մի առիթ օգտագործել, որպեսզի ասել դե սա պրոիշխանական եզրույթ է, դե սա պետական ռեսուրս օգտագործելու համար ռեսուրս է կամ ինֆորմացիայի կամ խոցույթ է, սա ընդհանրապես վախեցնելու եւ այլն, եւ ինչքան հնարավոր է հեռու գնալ իրականությունից, որը թերևս շատ վատ է, բայց թերևս միայն իշխող ուժն է այսօր այդ իրական պատկերը առաջ տանում եւ պետք է նույն այդ հակառակորդ ուժերը, որ հենց մի որևէ մի բան պատահում է, միանգամից ասում են մենք գնանք Եվրոդատարան, չէ՞, որ եվրոպական կառույցները համարվում են որպես այդպեսին բարձրագույն արժեք, հա, նույնիսկ եթե օրինակ այն ուժը, որից հղում են անում հիմնականում ուժերը, գնում են դեպի մոսկովյան Կրեմլի տիրակալին, որը հենց Եվրոդատարանի կողմից է փնտրվում, հա, բայց միևնույն ժամանակ, այո, եվրոպական, այսպես ասենք, կառույց է, բայց արի ուտես, որ այս ընտրությունների համար, սա մեր համար որոշ չափով նաև անվտանգային մի բարձիկ է, որը թույլ կտա, որ այդ արբիտրաժը անցնի ոչ թե սովետական մեթոդներով, այլ համամարտկային, նորմալ, հա, ազատ, բաց եւ որը նաև կհաստատի այդ ընտրությունների վերջում դրա լեգիտիմությունը։ Իսկ ինչ վերաբերվում է
դու շատ ճշգրիտ կերպով դիպուկ ասացիր այդ բոլոր ծրագրային առաջարկներին, որ կետերը, որ այստեղ թե այնտեղ լսել ենք, իրենց մի տարբերությունը այն է, որ օրինակ եթե կոնկրետ քաղաքական ուժը, որը իր վրա պատասխանատվություն է կրել, հա, այդ պատասխանատվությունների դաշնել բավականին մեծ, երկար է եղել եւ այսօր հասել ենք մի կետի ի տարբերությունից այս մյուս ուժերը վերցնում են այնտեղ որտեղ որ կարելի է հա օբյեկտիվորեն դրանք լավ բաներ են, համեմում են այդ ամբողջը հայկական հին ադատների համաձայն սովետից մնացած կենացային արտահայտություններով, այ օրինակ մենք ուժեղ ենք կամ չգիտեմ, այդտեղ տարբեր արտահայտություններ, հա, մենք այդտեղ երկրորդ նախագահ ունենք, որի այդպես արտահայտություններ էր տարբեր տեսակի օթապարիկային, օթափուչիկային արտահայտություն է, քաղաքական լեզվով ասած, առանց որևիցե դե իմ ժամանակ ասենք օրինակ լավ էր, կամ իմ ժամանակ լավ էր, կամ մենք ունենք հյուսիսային, չգիտեմ էլի, ինչ որ տենց տարրական բաներ կարելի ասել, որոնք իրականությունը չեն գալիս ապացուցելու եւ պետք է իրենք որոշ չափով նաեւ պետք է չես կարող օրինակ MUS ուժի օրինակով ասել դե որ մեր հոպարը ինքը հարուստ մարդ է, ուրեմն լավ կլինի ամեն ինչ։ Այդտեղ արանքում չենք ուզում խոսել նրա մասին, որ ասենք սանկցիաներ կան, կամ MUS նախագահ երբ որ խոսում է ուժեղ եւ հղում է անընդհատ անում դեպի Ռուսաստան, այստեղ հարց է ծագում, իսկ երբ որ խոսում ենք ուժեղ Ռուսաստանից, արդյոք դուք նայել եք ձեր շուրջը եւ արդյոք զգացել եք, որ այդ ուժեղ Ռուսաստանից մնացել է միայն 8 առը։ Եթե ուն հանում ես խոսենք Ռուսաստանից, խոսենք բալալայկայից, խոսենք տարբեր բաներից Ռուսաստանից, բայց ուժեղ որպես այդպեսին, որովհետեւ հիմա ես անցած անգամին շատ լավ հիշում եմ, որ նրանք վերջին տվյալներով գուլյայ պոլեյում էին։ Այո, ընդ որում հետաքրքիր մի զարգացում է տեղի ունենում, բայց իրականում իմ կարծիքով ողբերգական է, Ռուսաստանի ամբողջ հյուսիսային մասում, այսինքն կարելի է ասել կենտրոնական եւ արևելյան Ռուսաստանում այսօր հավաքում են մարդկանցից բոլոր անասունները, այսինքն խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր անասուններին անունը դնում են, որ իբր թե ինչ որ վիրուս կա, բառացիորեն ոչնչացնում են, մասնավոր սեկտորի կենթանիներին ոչնչացնում են։ Ընդ որում շատ հաճախ այդ ոչնչացնողները, որ գնում են այնտեղ, իրենք էլ չգիտեն այդ վիրուսի անունը, այսինքն դու պատկերացնում ես, չէ՞, ինչ որ մասնագետ է եկել, ձեռնել այսպես մի հատ թուղթ, այսպես ու հարցում են, ասում են այդ վիրուսի անունը կասես, սենց մանա գալիս բան, դե ասում է վտանգավոր վիրուս։ Բայց ասենք հազարավոր մարդիկ այսօր մնում են, այո, պետական ինչ-որ իրանց ռուսերենով ասած պադաչկեքի հույսին, ինչ-որ թոշակների, նպաստների, ես իմ ինչի հույսին, իսկ այդ մարդը կարող էր ինքնաբավ մարդ լներ, չէ, ասենք 100 հատ կով ունի, չգիտեմ 50 հատ ոչխար ունի, դե կուլակաթափություն են սկսում։ Եվ չմոռանանք, այդ հղումը երբ որ արվում է մի երկրի վրա, որտեղ Ռուսաստանը, հա, որի անձնական օգտագործման այդ առաջին կաթողիկոսը, ես պատրիարքը կամ կաթողիկոսը չեմ էլ իմանում, օրինակ կոնդակ է հրապարակում եւ օրինակ ասում է չաղոթել աշխատավարձների բարձրացման համար, հա, ես այդպեսի բան լսեցի, շատ հետաքրքիր բան է եւ մենք հղում ենք անում այդ երկրին, մենք օրինակ ուզում ենք, որ մեր երկրում աշխատավարձներ բարձրանան, մենք իրենց առաջարկները, մենք օրինակ պարոն Քոչարյանը խոսեց, որ 4, 6, 8, 10 անգամ ինչ-որ բաներ են բարձրացել, հա, ցուցանիշներ են բարձրացել, խոսեց թոշակներից, որ 10,000 դրանից մի քիչ ավել են իր 10 տարի կառավարման հզոր ուժեղ այդ ընթացքում եւ հղում անելով միշտ այդ ուժը, հենց ասում ենք ուժ հղում ենք անում դեպի Կրեմլ, բայց հարգելի անդիմադիրներ, իսկ դուք կուրսի եք, որ այնտեղ նույնիսկ արգելում են
աղոթել աշխատավարձների բարձրացման Բայց համար։ ահա, ես այստեղ մի շատ հետաքրքիր բան հիշեցի, դու էլ կհիշես, հիշում ես այն Ահա։ Կարգին հաղորդման հայտնի սկեչը, այն որ մի օլիգարխ աղոթում է Աստված ջան ինձ ինչ որ թանկարժեք մեքենայի մասին է խոսում, կողքից մեկը գալիս է, ասում է 5000 դրամ, 5000 դրամ, ի վերջո այդ 5000 դրամը տալիս է, ասում է գնա Աստծումից զբաղացրա քո մանր հարցերով։ Հիմա այնտեղ ինձ թվում է նույն բանն է, Կիրիլը ասում է Աստծումից զբաղացրեք, այնտեղ մենք լուրջ հարցեր ունենք, լուրջ ֆինանսական միջոցների հետ կապված, իսկ դուք ինչ որ աշխատավարձի բարձրացման մասն եք, հա խոսում։ Եվ իրականում Գագիկ ջան, երբ որ մենք խոսում ենք այս ամբողջի մասին, գիտես, ինձ շատ չի էլ հետաքրքրում, հա, եւ համոզված եմ նաեւ քեզ ժամերով խոսել Ռուսաստանի էնդեմիկ անկման մասին, այն միջև այն պահը, որ հուսով եմ, որ դեռ մեր արտահանումները կատի ունեմ գյուղացիական մթերքների եւ ինչ որ արտանում ենք Ռուսաստանին դեռ նրանք փող ունեն դրա վճարելու, որովհետեւ մյուս կողմից ասել թե նրանք անում են դա մեր համար դա կատարյալ սուտ է, որովհետեւ նրանց ներմուծողներն էլ մատների վրա են արդեն, հա, մեծ նկատի ունեմ սպառողական նկատի ունեմ սննդային, հա, իրենց անվտանգությունն ապահովելու համար եւ այդ առումով այո, մեզ կարող է հետաքրքրել տնտեսական իրավիճակը, բայց մենք այս ամբողջի մասին խոսում ենք, որովհետեւ մի կողմից ունենք, հա, մենք մեր հիմնական նպատակը այսօր խոսել է ներքաղաքական իրավիճակը եւ խոսել ընտրությունների նաեւ ընդհանուր, որովհետեւ կներես ոնց չխոսենք Ռուսաստանից, երբ որ մեր նախկին ազգային ժողովի փոխնախագահը գնում է Էդուարդ Շարմազանովը գնում է Ռուսաստան ու ռուսներին ասում է, բայց չհասկացա, դուք ո՞նց եք հայերի հետ նորմալ հայաստանցիների հետ, էլի Հայաստանի իշխանությունների հետ, ո՞նց եք նորմալ հարաբերություններ պահում, ո՞նց կարելի է այդպես։ Ես նույնիսկ չհասկացա Շարմազանովը ինչպես է հայերեն խոսում, որովհետև դա հայ մարդու խոսույթ չի կարող լինել, որը գնում է Ռուսաստան եւ գնում է ասում է երբ է գալիս մեր վրա, մարդ է բերում մեր վրա։ Ասում է Մատվիենկոին, ասում է պարոն Մատվիենկո, դրան ուրիշ ձև չես կարող ասես իդեպ, պարոն Մատվիենկո, այդ ինչ եք թողում հայերը տենց բան անեին, հա, ոգևորվել։ Կամ վերջո ինչու եք այդքան իրենց հետ մեղմ վարվում։ Հա, վերջո երբ պետք է դուք բռունցքով խփեք եւ գաք եւ այս անկախ հայ ուժերին վերացնեք եւ վերջո մեզ մտցնեք, մենք հասկանում ենք, շատ խոսիչ էր այդ ամբողջը, որովհետեւ այդ ամբողջ այդ ներկապնակի մի մասն է, որտեղ գոյություն ունեն արդեն այն խեղդվողները, որոնք արդեն ջրից փորձում են բարձրանալ, իրենք այդ մերժվածների թիմն է, չէ, որը մերժվածների հենց անմիջականորեն Սերժ Սարգսյանի մերժվածների թիմն է, որը ռևանշիստական այդ դառը դրդումներից ելնելով նրանք կարող են ունակ են գալ այդ քայլերի, նմանատիպ քայլերի եւ լրիվ իրավացիեց նշելու, որ Ռուսաստանի մասին այդ կոնտեքստում խոսելը ճիշտ է, բայց միևնույն ժամանակ մենք պետք է փորձենք նաև օբյեկտիվորեն, հա, մի տեսակ հերրու հայ կատարվում Ռուսաստանում, որ մարդիկ չմնան, հա, այդ տպավորության տակ, որ խոսքը ուժեղ կամ հզորության մասին է, բնավ ոչ։ Այնտեղ մի հատ հետաքրքիր բան էլ հնչեց։ Ես ուղղակի այս բանը լավ չեմ հիշում, դա Շարմազանովը ասեց, թե ուրիշ մեկը ասեց Trip plus BRICS նախագիծ, նոր առաջարկ ունեն, հասկանում ես, միտեղ Trip, միտեղ plus BRICS, այսինքն ոնց կարելի է դա պատկերացնել։ Էդի դուք ասում եք, ոնց որ Ուկրաինան ու Ռուսաստանը միասին դրոն արտադրեն։ Հա։ Չէ, դրանք ընդհանրապես մեկի մյուսի հետ չեն կարող կապ ունել։ Այդ երբանից Ամերիկայի Միացյալ Նահանգները իր ռազմավարական ծրագիրներն են համատեղում Ռուսաստանի հետ։ Էդի նման կարա լինի Իսրայել պլյուս Իրան ինչ որ համատեղ մի հատ ծրագրի, էլի։ Այդպես է կարելի է, չէ։ Էդից էլ կարելի է պատկերացնել։ Հա, Իրանա-իսրայելական միջուկային ծրագիր։ Հա։ Դա էլ հետաքրքիր կլինի։ Շատ։
ու որ մի քիչ տենց զարգացնեն, վերջում այդ բոլորը տենց կխոսան, մեկը կգա կասի դե մենք գործարար բան, վերջում կգա մեծ քաղաքական լիդեր, որ անընդհատ հիշեցնում է, որ իր 10 տարիներին մենք ապրում էինք էդենական պարտեզում եւ ինքը այդ ամբողջ ուժը դեռ իր մեջ է եւ դա կարող է անել եւ այդ արանքում մոռանալով օրինակ հիշել, որ այդ $200 միլիոն որ դատախազությունը պահանջում է դրանից ինչ կա։ Հա, մանավանդ որ ինքը լավ էլ չի հիշում, թե այդ թիվը ինչ կանա։ Այնտեղ վերջի հարցազրույցներից մեկում ինչ-որ տենց մի բան ասես, չէ՞, դե այնտեղ պետությունը ինչ-որ բան արի, ես չգիտեմ բան։ Դե ես էլա գիտես ինչ է տակրքիր, դա ուժի ցուցադրություն է։ Դա նշանակում է դա ֆրծնելու ուժն է, դա խփելու ուժն է։ Այդպես օրինակ կարում է Պուտինն էլ ֆրծնել։ Այ օրինակ իրանց շեֆն էլ է տենց կարում ֆրծնի, որ իրանց բանակը վերջն է։ Հա, ու ամբողջ աշխարհը, որ այսօր արդեն խոսում է ռուսական բանակի մասին, թերևս այնտեղ իր կողքը կարելի է դնել, ասենք, Մալթայի 150 հոկյանոց բանակը կամ չգիտեմ ինչ որ Լյուքսեմբուրգի 15 հոկյանոց բանակը, էլի, իրականում։ Եվ իրականում, ասենք, մենք ականատեսն ենք այդ ամեն ինչի։ Մենք այսօր տեսնում ենք Ուկրաինայի խոսույթը, մենք այսօր տեսնում ենք Ուկրաինան 4 տարվա ընթացքում արդեն ոտք դրեց 5-րդ տարվա մեջ։ Ոնց կանգնեց այդ հզոր, իրականում ընդունենք հզոր, թեկուզ եւ իր մեխանիզացիայով ամեն ինչով մեծ, լայն, մեծ, թափով, բարձր բանակը, բայց ոնց դիմադրեց։ Այդպես էլ մնացին Կուպյանսկի մատույցներում Գուլայ Պոլեն մանգալով։ Այո, բնականաբար է արդեն 5-րդ տարվա մասին ենք խոսում շուտով։ Հա։ Եվ այսօր ասենք այն մարդիկ, որոնք այսօր քաղաքական ուժեր են մտել են այս պայքարի մեջ, հա, քավլիցի թող մտնեն, ոչ մեկին արգելված չի։ Բայց երբ որ դու գալիս ես ու ասում ես, գիտես ինչ, ես սենց քո սենց թևատակերից սենց քեզ վերցնելու եմ ու ես քեզ տանելու եմ հանձնեմ Միութենական պետությանը, բայց կներեք, այստեղ արդեն խնդիր կա։ Խնդիր կա, ով է ձեզ իրավունք տվել ընդհանրապես խոսել կամ անգամ մտածել Հայաստանի ինքնիշխանության մասին։ Եվ վերջի հետաքրքիր է ինքնիշխանության մասին իրենք երբ են խոսելու կամ իրենք դա ինչպես են պատկերացնում, եթե չնայած ասեցիր այդ միութենականը, ուղղակի ինձ հետաքրքիր է օրինակ դա ինչ կերպ են համեմելու, օրինակ ինչ բաղադրատոմ, ինչեր են դնելու հա դրա մեջ, որ այդտեղ ոնց են ֆրացնելու, ինչպես ասում են։ Այնտեղ գիտես ինչ, օրինակ Լուկաշենկոն ֆրացնելու մեծ վարպետ է ու կարողանում է Ռուսաստանին ոնց որ պետք նա ֆրացնի իր երկիրը պահի, այսինքն ըստ պահելն էլ մի քիչ տենց այդպես կարտոշկան կա, չէ, վատ չի, պատկերացրա վատ չի, բայց դե հա, սոված չեն, հա, զուտ սովետական եզրույթ, զուտ ռուսական եզրույթ, սոված չի տրամաբանությամբ, բայց ասենք մերոնք, մեր ընդդիմադիրները, որոնք վաղը միսօրտի իշխանության պատկերացնենք, հա, գալիս են իշխանության, դառնում են երկրի տեր տիրական ու գնում են սկսում են բանակցել, այսինքն իրանք կարողանում են Լուկաշենկոյի նման բանակցել Պուտինի հետ, Լուկաշենկոն միշտ առուծախի բան ունի, իրանք ինչ ունեն, ինչ, ոչինչ էլ չունեն, հա, այսինքն ինչ պիտի ասեն, դե գիտեք ինչ, ընկեր Վլադիմիր Վլադիմիրովիչ, եթե դուք հենց հիմա մեզ, չգիտեմ, այս գնով գազ չուղարկեք, 30 տարի կարային ասեին, այս գնով գազ չուղարկեք, այսենց մեր ուզած գնով, մենք հենց այսօր թքում ենք ու գնում ենք Եվրամիություն կասե,
Գազի հետ պատված նախկինի Գյուլնաստատա նման այդ հեքիաթների կառուցվածքային տենց քաղաքական բաներ լսեցի ես, որ դե գնացել ենք, չգիտեմ ինչ որ մեր համար գինը, ինչ որ գազը մեր համար կարող է լինել եւ այլն, այսինքն ասենք ինչու համար է կարծում, որ ամբողջ ինչ խոս գազը շատ կարևոր է, գազը գինը ունենալը շատ կարևոր է մեր ազգաբնակչության համար, բայց օրինակ արի ուտես շատ հետաքրքիր ձևով, այ օրինակ հենց մենք կարողացանք ինքներս լեզու գտնել եւ այ օրինակ Ադրբեջանից բենզին ստացանք, այ օրինակ արի ուտես որ բենզինի էժանացավ։ Գինե իջավ։ Իսկ ինչն էր մեր խանգարում, գալիս մեկ կենտրոնից, որովհետեւ մենք դիվերսիֆիկացրեցինք։ Ինչն էր մեզ խանգարում, ասենք 25-30 տարի Իրանից ներկրել էժան գազ, եւ թե մեր բիզնեսի համար, թե բնակչության համար կլներ շատ օգուտ, կլներ շատ տնտեսությանը առաջ մղող հանգամանք, բայց չէ։ Դե այդ բանն էր էլի, Քոչարյանի այդ ուժեղ փակագծերում տարիներն էին էլի, որ ասում ուժեղ։ Ինչն էր ուժեղ, բացարձակ թույլ, բացարձակ ոչ մի որոշում չկայացնող, բացարձակ ենթարկված Կրեմլի դիկտատին, բացարձակ կամակատար եւ բացարձակ աղի աղոր խնդրենք պաղատենք դեմքով։ Ուրիշ ոչինչ։ Դա ուժեղը ո՞րն է։ Համաձայն եմ։ Ասենք ո՞րն է դրա ուժեղը, օրինակ Նիկոլ Փաշինյանը գնաց այսօր Թրամփի հետ բանակցեց, չեկա Երևան, ասեց դե գնացի ուժեղ ենք հիմա, ուժեղ, ուսած նայում ենք Թրամփին։ Ոչ, մենք ուժեղ ենք, որովհետեւ մենք հուսալի գործընկեր ենք, որովհետեւ մենք կախվածության մեջ չենք ոչ մութ ուժերից, ոչ, չգիտեմ, այն ուժերից, որոնք ինչ որ հակառակորդ կողմեր են ստեղծում եւ ընդհանրապես միջազգային արենայում մեր դերը օգտագործելով իրենց հարցերն են լուծում։ Այսօր մենք ուզում ենք, որ մեզ այլևս չօգտագործեն գեոպոլիտիկ խաղերի մեջ։ Եվ օրինակ, եթե թույլ կտաս, երբ որ տարիներ, տասնամյակներ շարունակ, ես մի քիչ թեման փոխելով գամ, այդ գեոպոլիտիկ պահին, բայց օրինակ երբևիցե, օրինակ ինչպես է ստացել, որ Ռուսաստանը օրինակ Հայաստանին կամ ներշնչել է հայ ժողովրդին միայն խոսել Թուրքիայի կողմից զավթված հայկական տերիտորիաների մասին, բայց հանկարծ եւ երբևէ չխոսել Իրանի կողմից զավթված տերիտորիաների մասին, որտեղ Իրանը իրենց բարեկամ է։ Ես այսպես օրինակներ եմ տալիս, էլի ես հենց ուժեղ Հայաստան, Մայ Հայաստան, այդ բանը ռուսական այդ վիտամիններով, այդ մուսկուլներ ցույց տվող այդ բրակ վիտամիններով, այդ որոնք չեն էլ աշխատում, որտեղ ուժ չկա, հա, այդտեղ հենց ասում ենք ուժ, հիշում ենք գուլայ պոլեում են տղեկը ու հետ են գալիս իրականություն, որովհետև եւ այդ դեպքում տեսնում ենք, որ գեոպոլիտիկ շահերում մենք ընդհանրապես օգտագործել են եւ այսօր արի ուտես, որ մենք չենք կարողանում այսօր օրինակ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը մեղադրել, որ նրանք շատ պրո-եվրոպական են, հա, որովհետև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նաև կարող է լինել շատ պրո-ամերիկյան, բայց նաև կարող է լինել շատ պրո-ռուսական, երբ որ հերթը գալիս է ինչին, Հայաստանի Հանրապետության պետական շահին։ Այո, Ընդհանրապես դա եւ ոչ մեկ թող չխոսա ուժից, այն էլ երկրի, որտեղ նա Հայաստանի Հանրապետության պետական շան է դնում կոնի վրա, դա չի կա, ասենք, այդ խապկանքը, որ ասում է լավ է, էլի, ասենք, ինչքան կարելի է խապել, դա չի համադրվում, որովհետև պետական շան է թելադրում երկրի շահը, պետական եւ ժողովրդի, եւ մենք այստեղ խոսում ենք մարդակենտրոն պետության մասին, որտեղ նախընտրական, ես օրինակ ապշած եմ, որ օրինակ ինչպես ստացվեց, որ նախընտրական այս գործընթացում միմիայն կառավարող ուժն է օրինակ խոսում մեր տատիկներին եւ պապիկներին առողջապահական ծրագրի մեջ ներառելու մասին եւ չկա օրինակ չի եղել այս տարիների ընթացքում ոչ մի նմանատիպ առաջարկ։ Դա ինչի մասին է խոսում։ Որովհետեւ մենք ենք այդ որոշումները կայացնում։ Ես օրինակ 3 հերթի մեջ էի դեղատանը, ընդ որում ես գրեթե երբեք դեղատնում հերթեր չէի տեսել։ Դե հա, սուպերմարկետի դեղատունն է, հաշվի առնենք, որ այնտեղ ավելի շատ մարդիկ են հաճախում,
Բայց ամեն դեպքում նույն այդ սուպերմարկետի միջի դեղատանը ես հերթ չէի տեսել, 1-2 հոգի մաքսիմում, եւ հերթ էր, եւ այդ քո ասած տատիկ պապիկները մոտենում էին, անձնագիրը տալիս էին, ձեռքներին գումար չկար, այս անձնագիրը վերցնում էին, համակարգչով բացում էին արմետ հավելվածի մեջ, տեսնում էին, որ դեղատոմսը բժշկի կողմից կախած է, հանում էին, գրանցումը կատարում էին, բանը դեղը տալիս էին այդ անձնավորությանը, մարդիկ շնորհակալություն ասելով գնում էին։ Իմ դիմացը կանգնած մարդը ստացավ 3 տուփ դեղ, որի արժեքն էր 66,000 դրամ։ Հիմա ինձ ասա, այդ տատիկը, այդ թոշակառուն իր թոշակով ի վիճակի կլիներ այդքան դեղորայքի համար այդքան գումար վճարել։ Եվ ընդհանրապես այդ ուժեղ ներկայացող պրոռուսաստանյան էլեմենտները, օրինակ, ինչպես են տեսնում այն էվոլյուցիան, երբ որ իրենց կառավարության տարիներին այդ տատիկ պապիկների երեխաները ընդհանրապես գնում են Ռուսաստան դաժանակիր աշխատանքի, որպեսզի ուղարկեն գումարներ իրենց դեղի փող, որ նրանք էլ հատիկով այդ դեղի փողը առնեն, նրանք էլ շարունակեն այնտեղ Ռուսաստաններում ասֆալտ փռել, իրանց էլ ասեն խաչիկ։ Եվ նույն բանը տեղի ունենում նաև բժշկական հաստատություններում։ Մարդիկ գնում են իրենց համար կատաստրոֆիկ թանկ գներ արժեցող վիրահատություններ են անում հանգիստ, առանց մտածելու, առանց վախենալու, մտածել ասելով Գագիկ ջան, ինձ համար այդ փաստ օրինակ մանավանդ հենց այդ փաստը որ խոսում ենք, այն աստիճանի ուրախալի է, դու չես պատկերացնում, որովհետև ես իմ անձնական դիտարկումը եթե թույլ տաս, հենց այս հարցի շուրջ ասեմ, որովհետև ես օրինակ շատ ուրախ եմ, դա դեռ սկսվել է երկար ժամանակ առաջ, երբ որ այստեղ Փարիզում դելեգացիա եկավ Հայաստանից, որը ուսումնասիրում էր ֆրանսիական առողջապահական ապահովագրության համակարգը, որպեսզի այն ներդներ Հայաստանում։ Իմ ուրախությանը չափ ու սահման չկար, որովհետև ես ասեցի վերջապես, որովհետև ֆրանսիական ապահովական համակարգը ամենալավն է, այսինքն ես դա կարող եմ ասել, այդ համակարգը մեր մոտ գործում է, այստեղ այդ տատիկ պապիկները, ես ինչ որ տեսնում եմ Հայաստանում, այնքան ուրախանում եմ ասելով, այ այստեղ Ֆրանսիայի նման է արդեն լրիվ դառնում, եւ ինչն է, ինչու եմ դա ասում, վերջի վերջո այնքան ուրախալի է, քո հայրենիքը գալիս է մարդակենտրոն, հա, մարդու համար, երկրի է վերածում, այլ ոչ թե գանք, խափենք, գրփենք, տները սարքենք, ինչ կարող ենք անենք, հենց դա էլ Արման ջան, արժանապատիվ խաղաղությունն է, արժանապատիվ կենսակերպն է, որ այս մարդը ինչ որտեղ ինքը վստահ, խոսքը թոշակառուների մասին է նաև, որ իր խնդիրը չի ընկնելու իր երեխաների կամ թոռների ուսերին, իր խնդիրը լուծում է իր պետությունը, այդ մարդն էլ է ինքը իրան հպարտ զգում, այդ մարդն էլ ավելի, նայում ես այդ մարդկանց ոնց են քայլում, ոնց են մտնում այդ բժշկական հաստատությունները դուրս գալիս, սիրտդ փառավորվում է, այդ որ ասում են սենց, նենց, վաղը մյուս օր էդի չի լինի, գլուխները քարով են տվել, էդի պետական ծրագիր է եւ ելնելու է, ինչի եք դուք, ոնց ասեմ, դեմ եմ բանին, որ այս մարդիկ իրանց լավը զգան, դուք դեմ եք դրան, այսինքն ոնց կարելի է պետական բյուջեի գումարները, հա, ոչ թե ուտել, այլ բաշխել սեփական ժողովրդին, ես այդտենց եմ հասկանում։ Ինչու որ նորմալ առողջ, եթե կարելի այսպես ասել, դեմոկրատական երկրի հիմքն է եւ գիտես այդ կոռուպցիայի դեմ պայքար, այտենց հա ասում ենք, հա կոռուպցիա եւ այլն, ինչ խոսք կոռուպցիա բոլոր երկրներում էլ կա, Ֆրանսիայում էլ կա, Միացյալ Նահանգներում էլ կա, այստեղ, բայց այստեղ խոսում ենք սիստեմի մասին, հա, խոսում ենք ընդհանուր համակարգի մասին եւ խոսում ենք ընդհանուր դրվածքի մասին եւ արի ու տես մեր օրինակի վրա, եկեք հերու չգնանք։
ինչ էս կոռուպցիան դադարել է, ինչ է ճամպրուկներով գումարներ Բաղրամյան 26 թե 28 չեմ հիշում չեն գնում եւ բյուջեն լցվում է եւ վերջ-վերջո կարող ենք առաջընթաց ապրել դա եւ սկսել ենք հարկերը վճարել, հարկերն են դառել կարևոր մի համակարգ եւ վերջ-վերջո դառնում ենք մի նորմալ պետություն, որը նախ եւ առաջ իր հարցերը կարողանում է լուծել ի շնորհիվ իր բյուջեում գոյացած միջոցների եւ վերջ-վերջո լավ ապրելը, որը նշանակում է առողջ լինել եւ այլն, դա որոշ խավերի համար էքսկլյուզիվ, հա, այդ կոռումպացված խաղերի համար չէ եւ այդ բոլոր թնջուկները հերթում պայթում են, հա, այս ինչ դեպքեր որ կատարվում են այսօր հիմքում տես ինչ կոռուպցիոն խնդիրներ կան, չէ՞, այս խոսում ենք այս պետությունները Վենեսուելա, Իրան, դրանք բոլոր կոռուպցիոն խնդիրների արդյունքներ են դրանք այսօր, որ ժողովուրդը կեղեքվում է եւ այդ գումարները չեն հողում ժողովրդին։ Եվ այսօր գալ ու նորից ասել իմ կառավարման 10 տարիները հիանալի էին, երբ որ այդ կառավարման 10 տարիների ընթացքում եղել են հոկտեմբերի 27-ից սկսած մինչև մարտի 1 ծեծված մահացած մարդիկ մի խոսքով կրիմինալ իրավիճակ, որտեղ եղել են օլիգարխներ ինչ որ եղանակներ, ֆեոդալական ինչ որ համակարգեր են գործել, ասենք շատ հետ են եղել եւ հղում անել այդ 10 տարվա վրա եւ դա ներկայացնել որպես ձեռքբերում, ես ուղղակի չեմ հասկանում էլի, մեկ-մեկ պետք է մարդիկ իրենք հայելիում իրենց մի քիչ ավելի երկար դիտեն։ Շնորհակալություն Արման ջան, մեր եթերաժամներ սպառվեց։ Դե շարունակությունը մեր հաջորդ հաղորդման ընթացքում։ Սիրով։ Ամենայն բարիք։ Հիշեցնեմ, որ Երևան-Փարիզ փոդքասթն էր, Փարիզից ինձ հետ աշխատում էր միջազգայնագետ Արման Ավագյանը, լավ եղեք։